Սվետիցխովելի տաճարում ավարտվել է նորին սրբություն եւ երանություն համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Մցխեթա Թբիլիսի arczepiskopos եւ Բիճվինթիի եւ Ցխում Աբխազիայի մետրոպոլիտ Շիո III գահակալության արարողությունը։ Նորընտիր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությունը մեկնարկվել է հանդիսավոր պատարագով, որը կատարել են Սուրբ Սինոդի անդամները եւ հոգեվորականներ։ Հոգեվորականների հետ մեկտեղ գահակալության արարողությանը մասնակցել են նաեւ այլ քաղաքացիներ։ Կաթողիկոս պատրիարք Շիո III ընտրության կապակցությամբ շնորհավորանքներ են հղվում քաղաքական բոլոր շրջանակների կողմից։ Պոլիտիկոսները հույս են հայտնում, որ Շիո III կարողանա միավորել ազգը եւ ավելի ամրապնդել վրաց եկեղեցու դարավոր ավանդույթներն ու արժեքները։ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ղեկավարը նույնպես շնորհավորում է Շիոին կաթողիկոս պատրիարք ընտրվելու կապակցությամբ մետրոպոլիտ Տիփոնը գրառում է սոցիալական ցանցում։ Վրաց ուղղափառ եկեղեցին իր հին առաքելական ժառանգությամբ կարևոր տեղ է զբաղեցնում Սուրբ ուղղափառ եկեղեցիների ընտանիքում։ Ձեր եկեղեցու գոյության այս ամենակարևոր պահին ես մաղթում եմ, որ Տերը ձերդ սրբությունը շնորհի իմաստություն, ուժ, խաղաղություն եւ առաջ շնորհ այս սուրբ ծառայությունը կատարելու համար։ Ամերիկայի ուղղափառ եկեղեցու ղեկավարը նույնպես շնորհավորում է նորին սրբություն Շիոին կաթողիկոս պատրիարք ընտրվելու կապակցությամբ մետրոպոլիտ Տիփոնը գրառում է սոցիալական ցանցում։ Վրաց ուղղափառ եկեղեցին իր հին առաքելական ժառանգությամբ կարևոր տեղ է զբաղեցնում Սուրբ ուղղափառ եկեղեցիների ընտանիքում։ Ձեր եկեղեցու գոյության այս ամենակարևոր պահին ես մաղթում եմ, որ Տերը ձերդ սրբությանը շնորհի իմաստություն, ուժ, խաղաղություն եւ ազատ շնորհ այս սուրբ ծառայությունը կատարելու համար, գրառում է մետրոպոլիտ Տիփոնը։ Նա նաեւ անդրադարձել է պատրիարք Իլիա II-ի ժառանգությանը եւ նրա աշխատանքը գնահատել որպես հոգեվոր ոգեշնչման աղբյուր։ Trump Organization-ի գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակում է Trump Tower Tbilisi նախագծի լուսանկարները։ Ես ուրախ եմ ձեզ հետ կիսվել Trump Tower Tbilisi պաշտոնական տեսողական նախագծով։ Թբիլիսիի սրտում գտնվող բարձրակարգ դիրքով այս աշտարակը շուտով կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը որպես տեսարժան վայր։ Սա մեր առաջին նախագիծն է այս տարածաշրջանում եւ մենք ողջավորված ենք այն իրականություն դարձնելու համար, գրում է Էրիկ Թրամփը սոցիալական ցանցում։ Ընդդիմադիր դաշինքի առաջնորդները Թբիլիսիում սկսել են դռնեդուռ արշավը, նրանք բնակչությանը բաժանում են տեղեկատվական ծալաթերթիկներ մայիսի 26-ի հանրահավաքի կապակցությամբ։ Քաղաքական գործիչները քաղաքացիների հետ խոսում են նախատեսված հանրահավաքի կարևորության մասին եւ կոչ են անում մասնակցել։ Նրանք ասում են, որ արշավը կշարունակվի ամենօրյա ռեժիմով մայիսի 26-ից սկսած։ Օրենսդիր մարմին արագացված կարգով կքննարկի բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունները։ Պատգամավորները վաղը կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ կքննարկեն ներկայացված օրինագիծը։ Փոփոխության համաձայն պարզաբանում է անցումային դրույթը, որի համաձայն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 17-ը 2030-ից 30 ուսումնական տարիներին ներառյալ անցումնային շրջանում ընդունված ուսանողները ոչ միայն կպահպանեն արդեն ստացած ֆինանսավորումը, այլև հնարավորություն կունենան այն ստանալու եւ բարելավելու։ Սոսոլաղիձեի անվան Թբիլիսի Ռիդ միջազգային արվեստի փառատոնը հանդիսավոր կերպով բացվեց։ Փառատոնի առաջին երեկոն տեղի ունեցավ Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Շինի Նովրասլիին ելույթ ունեցավ ֆրանսիական եռակի հետ։ Երաժիշտը հանդիսատեսին ներկայացրեց այն ստեղծագործությունները, որոնք նա ձայնագրել է Փարիզի ստուդիայում իր մենթորի լեգենդար Ահմադ Ջամալի հետ։ Հանդիսավոր բացումից հետո կազմակերպիչները հանդիսատեսին խոստանում են շատ ավելի հետաքրքիր երաժշտական երեկոներ։ Եվրատեսիլ 2026-ի առաջին կիսաեզրափակիչը կկայանա այսօր։ Այս տարի միջազգային երաժշտական մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Վրացի մասնակիցները բզիկները երեկոյան անցան գլխավոր փորձը, նրանք բեմում կհայտնվեն որպես 6-րդ համար։